Եթե առանց Ռուսաստանի նույնիսկ երկաթգիծ չեք կարողանում կառուցել կամ վերակառուցել, ինչու եք հանձնում Արցախը։ Անկերներ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցածը ուներ խորքային մեկ պատճառ։ Արցախը հանձնվեց Ադրբեջանին մի պարզ պատճառով, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանից դուրս մղվի։ Բայց ինչ էին ասում այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մինչ այս պահը չեն ճանաչել, որովհետև չկա քարտեզ, որով իրենք ճանաչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եթե լիներ քարտեզ, մենք կիմանայինք, օրինակ դելիմիտացիան, դեմարկացիան ինչ քարտեզներով է արվում, բայց դա չկա։ Տեսեք, չկա դա, չկա նաև ունակություն ապահովել կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Ինչու ենք մենք այդպես կարծում։ Այս շաբաթվա ընթացքում հայտնի դառավ, որ իշխանությունները դիմել են Ռուսաստանին խնդրանքով վերակառուցել երկաթգիծը դեպի Նախիջևան, դեպի Թուրքիայի հետ սահման, այսինքն ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանը չի ճանաչի, այլ նաև չկա այնպիսի գործընկեր Ռուսաստանից բացի, որ կարող էր դա անել։ Հիմա հարցը առաջանում, ինչու էր պետք Արցախը հանձնել Ադրբեջանին։ Եթե դա չարվեր, եթե հոկտեմբերի 6-ը չլիներ 2022 թվականի, նոյեմբերի 9-ով եւ Արցախը հայկական կմնար, մենք էլ կունենայինք հնարավորություն ազատ, անկաշկանդ վերակառուցել կոմունիկացիաները։